Այս շաբաթվանից մինչև նոյեմբերի կեսը Փարաջանովի թանգարանը հյուրընկալել է երիտասարդ դիզայներ Ալևտինա Ավգուստովային իր «Եթե Փարաջանովն ընկերուհի ունենար» հագուստի հավաքածուի ցուցադրական նախագծով։ Այս ցուցահանդեսով թանգարանն ըստ էության շարունակում է արդեն բարի ավանդույթի վերածված գործակցությունը հագուստի այն դիզայներների եւ մոդելավորողների հետ, որոնք հատուկ հեղինակային հավաքածուներ են ստեղծել ոգեշնչված Փարաջանովի ոչ միայն կինոյից, այլև կոլաժներից։ Մեր երրորդ ցուցահանդեսն է թանգարանում, որ ցուցադրվում են նորաձևությամբ հագուստներ ազդված, տպավորված Սերգեյ Փարաջանովի արվեստից եւ մեր համագործակցության հիմնական մեխը սա է, որ հագուստները պետք է ձևավորված լինեն ազդված Սերգեյ Փարաջանովի կամ ստեղծագործություններից կամ ֆիլմերի հերոսներից։ Գիտենք, որ Սերգեյ Փարաջանովը իր ֆիլմերի հերոսների համար ինքն էր հագուստներ ձևավորում եւ այդ հագուստներից ոմանք այսօր գտնվում են թանգարանի ֆոնդում, հետեւաբար չենք կարող տարանջատել Փարաջանով նորաձևություն հասկացողությունները։ Երևանյան ցուցադրությունը Ավգուստովայի առաջին անհատական ցուցահանդեսն է, որի գաղափարը ծնվել է դիզայների թանգարան այցից հետո։ Ալևտինան Փարաջանովին բացահայտել է դեռ 13 տարեկանում, ասում է այդ ժամանակից ի վեր չի դադարում հիանալ, սովորել եւ ոգեշնչվել նրա արվեստով, եւ հիմա երջանիկ է, որ իրեն բախտ է վիճակվել հենց Փարաջանովյան միջավայրում ներկայանալ առաջին ցուցահանդեսով։ Սերգեյ Փարաջանով վդխնվляет меня։ Փարաջանովն ինձ ոգեշնչում է իր էկլեկտիկայով, այն շռայլությամբ, որով ստեղծել է իր մոգական պատկերները։ Ինձ դուր է գալիս, որ նա երբեք իրեն չէր սահմանափակում նյութերի, հումքի ընտրության հարցում եւ օգտագործում էր ինչ ուզում էր եւ ինչպես ուզում էր։ Կերպարներից յուրաքանչյուրն արվեստասերների հետ պոետիկ երկխոսության հնարավորություն է, եւ քանի որ զգեստները ստեղծվել են վառ գունային գամմայի համադրությամբ, զուսպ զարդանախշերով եւ կերպարային ամբողջականությամբ, ապա հավակնում են զուգորդվել Փարաջանովյան որևէ խորհրդանիշի հետ։ Վառ կարմիր ժանյակներով զարդարուն կերպարը, որ կոչվում է արևելյան կաբարե, ստեղծվել է նռան գույնի ազդեցությամբ։ Սևազգեստ մանեկենը Փարաջանովյան Կարմենի կրկնօրինակն է։ Անսովոր լուծումներ են գտել նաեւ լոտոսը եւ անսահմանությունը։ Եվ վերջապես ամեն նորաձևության հավաքածուի պես սա էլ ավարտվում է նորահարսի զգեստով, որն ամբողջությամբ ներշնչվել է մոռացված նախնիների ստվերները ֆիլմից։ Դիզայներն ընդգծում է, այս հավաքածուն արդյունք է ոչ թե պարզունակ վերարտադրության, այլ ստեղծագործական փնտրտուքի։ Մայստրոին հնարավոր չէ ընդօրինակել, քանի որ նա հրաշալի է, կարելի է միայն ոգեշնչվել նրանից։ Հավաքածուն ներառում է 10 հեղինակային կերպարներ, որոնցից սակայն ներկայացված են միայն 5-ը, որոնք առաջիկայում Ավգուստովան նախատեսում է ներկայացնել նաև Եվրոպայում։ Նունե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։